Բայց հարգելի լրագրողներ, այսօր մեր դրանտապանում ամուսնի դերն են դուրս մեր պանելից նախաձեռնության համախմբները, որոնք մի փոքր կներկայացնեն այն աշխատանքները, որոնք կատարել են մինչև այսօր այսօրիսի ներկայանալը եւ կխոսեն հետագա իրենց գործունեության մասին։ Խնդրում եմ ելույթ ունենալ կանաչ ներկայացեք, որ հետո լրագրողները վերցնելով հարցադրումներ կլինի կպատասխանենք։ Սկսեք։ Ես սկսում եմ։ Ներկայացեք։ Արտեմ Գորյան, վարորդ նախաձեռնության անդամ։ Մերը ինքնաբուխ ստացված շարժում է, ոչ քաղաքական, ոչ ասում, բայց քաղաքացիական։ Մեր նպատակն է 4 հատ նպատակն է։ Տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի վերացում, այդ եռապատկված հնգապատված ամիսյա արվի, որովհետև չի նպաստում այժմ ժողովրդի ասենք արտագաղթմանների, որ ավելի շատ նպաստում է արտագաղթմանը։ Դրա հիմնականում դա է խնդիրները, ասենք 4 հատ պահանջ ունենք, սկսել ենք պայքարը մեծ ուժերով, մեզ ոչ ոք չի ուղեկցում, ուղղորդում, ուղեկցում, մենք ինքներս, մենք մեզնով, ոչ մի քաղաքականության մեջ չենք մտած։ Հիմա երկու հատ երթ անցկացրել ենք արդեն։ Իսկ երթի արդյունքները ինչպիսին է եղել։ Արդյունքը առաջինից ոչ այդքան, որովհետև պահել է բան, որ իսկ երկրորդ երթը արդեն բավականին լավ է, բավականին արդեն համախմբված։ Երրորդը հուսով եմ ավելի լավ կլինի։ Պայքարելու մինչև վերջացել դες։ Այսպիսի մի հարց, այսինքն դուք երթերի միջոցով եք պայքարելու, թե նախընտրում եք, որ հանդիպումներ արեք ճանապարհային ոստիկանության հետ, կառույցների հետ, ունենալ կլորսեղան քննարկումներ։ Ես պատասխանում եմ, երկու երթ անցկացնելուց հետո դիմելով թե կառավարությանը, թե վերաբերող բանավոր պատկան կառույցները դիմեցին, ոչ մի արձագանք չստացան, այսինքն պատկան մարմինները ովքեր այդ հարցին բանական լուծում տային չկարողացան, չդիմեցին մեզ, ոչ մի արձագանք չստացան, բնականաբար։ Մեր պահանջները կարմիր գծերի վերացում, բոլոր տուգանքների հնգապատիկ իջեցում, քանի որ դա ոչ մի նորմաների մեջ չի, եթե քաղաքացին, ցանկացած քաղաքացին միջին աշխատավարձը Հայաստանում կազմում է 60,000 դրամ, ինչ իմաստ ունի մարդուն տուգաներ խախտման համար, որը նաև երբեմն լինում է արդեն ստիպված խախտում 10,000 դրամով տուգաներ որևիցե մեկին։ Կոպիտ հաշվարկով նրանց զրկում են կենսունակություն պահպանելու շաբաթական իր ընտանիքի սնվելու գոնե մինիմալ տարական պայմաններից։ Դա երկրորդը, հայտարարել ամնիստիա մինչև այժմ կատարված բոլոր ակտերի, առավել ևս եռապատկված և հնգապատիկների, մենք իրենց ուժերի չափը ասում ենք, նստենք սեղանի շուրջ քննարկենք օրենքի սահմաններում։ Իրոք մտել են մեր գրպանները, անիմաստ տուգանք ենք մենք լուծում, ինչի համար մենք չենք։ Հանրային սեփականություն չէ, հանրային սեփականություն հանդիսացող պետական տարածքի վրա որևիցե մեկ գծել է կարմիրից ու ստիպողաբար ուզում է մեզանից կեղեքի խլի մեր գրպանի պարունակությունը, կապ չունի 100 դրամա թե 1000 դրամ, ինչի համար վճարեմ ես։ Գույքը արվում է արդեն իսկ թե մաքսազերման ժամանակ, թե մեքենա ձեռքբերելուց գնելուց մենք մոծում ենք այդ կողը, մենք ունենք չէ այդ մեքենա շահագործելու իրավունքը քաղաքացիական, էլ ինչի համար վճարենք այն տարածքը, որը հանդիսանում է հանրային սեփականությունը։ Դուք տաքսու վարորդ եք, վարորդ եք։ Ես տաքսու վարորդ։ Իմ կարծիքով ստեղ տարբերություն չկա տաքսու վարորդ, տրոլեյբուսի, թե ավտոբուսի վարորդը, տուգանքը բոլորը։ Մենք նախ Արսեն Պետրոսյան նախաձեռնության անդամ, ուրեմն մենք բացի որ նախաձեռնող խմբից ենք, նաև ավտովարորդներ ենք։ Ունեք բան ավելացնելու ձեր ընկերների ասածը։ Ուրեմն մեր 4 պահանջները ոչ մի ուշադրության առայժմ չի արժանացել, մենք շարունակել ենք մեր ավտոերթերը, այնքան ժամանակ մինչև ուշադրություն դարձվի այս մեր առաջարկած հարցերին և համապատասխան լուծումներ ստանան։
ու ասեմ նաև, որ մեր պայքարը լինելու է հետևողական և աննահանջ։ Ընդդուք մինչև քաղաքացիական անհնազանդություն, քանի որ մեր պահանջն օրինական։ Օրենքի սահմանները։ Լավ, լսենք լրագրողը Ուզում եմ հասկանալ պատասխան արձագանք չլիներ այսինքն ընդհանուր պատասխան չեք ստանում, թե ստանում եք ուղղակի ինչ-որ Մենք այսքան ժամանակ դեռևս ոչ մի պատկան մարմնից ոչ մի առաջարկություն չենք ստացել համագործակցելու կամ նման խնդիրները ինչ-որ կերպ լուծելու ոչ մի առաջարկություն չի եղել։ Իսկ ներողություն դուք եք դուք դիմել ոստիկանության Մենք մեր նախաձեռնող ուրեմն խմբով այդ մեր երթերով տարբեր սայթերում կա, նաև քաղաքն է խոսում դրա մասին, բոլորը գիտեն։ Այն օրը հենց վարչապետը մեր առաջի արտերյալի ընթացքում մեր դիմացով անցավ, այսինքն հանդիպակար։ Այսինքն տեղեկացված են բոլորն եւ ոստիկանությունը եւ կառավարությունը, պատկան մարմինները բոլորն են տեղեկացված են մեր։ Դիմում եք գրել։ Գրել Փորձել եք հանդիպել։ Ո՞նց է եղել, սայթերով ա եղել ինֆորմացիան։ Ինֆորմացիան գնում է սայթերով եւ մենք սպասում ենք համապատասխան արձագանքի, առայժմ չկա։ Լավ, այսպիսի մի հարցադրում, հա, ասեմ։ Ուրեմն առաջնասումից մեզ մոտ է կատարել, plus մեկը տալիս նախաձեռնությունը երբ ստեղծվել է, ձեզ միացած էին նաև Ավտոլիգայի վարորդները։ Մենք մի քանի օր առաջ այստեղ ունեցանք Աշուրից եւ իրենց ասելով այդ երթից հետո իրենք ունեցել են ճանապարհային ոստիկանության հետ հանդիպումներ եւ բավականին խոստումնալից կաներ են իրենց խոստացել, որ կլինի որոշակի ընդհանրություններ։ Հիմա ձեր համագործակցությունը գուցե դուք հիմա առանձին եք իրենց հետ եք եւ ոնց է որ նրանց արձագանքում են ձեր շեն արձագանքում։ Ուրեմն այո, Ավտոլիգայի պաշտպանություն, ավտովարորդների պաշտպանության վրա, ուրեմն իրենց ղեկավարը մեր նախաձեռնող խմբին է միացել ի սկզբանե եւ նաեւ մեր նախաձեռնության խմբի անդամներով միջալոց առաջադրված օրենքա, որ մենք որոշումները կայացնում ենք ընդհանուր կոլեգիալ, այսինքն ոչ մեկ մեր կանոնից, նույնիսկ ես առանձին կարող եմ կարծիք հայտնել, բայց խմբի կանոնից հայտարարություն կարող եմ անել միայն համաձայնեցնելով բոլորի հետ։ Ինչ վերաբերվում է, ասենք, լիգայի հետ կապված, այո, նա եղել է մեր հետ, հետո կարծեմ իրեն եղել է առաջարկություն ոստիկանության կողմից։ Այո, իրենք հանդիպում են շաբաթը մեկ անգամ քննարկում են։ Մենք շատ ուրախ ենք դրա համար։ Իրեն եղել է լիգային առաջարկություն, դրանք հանդիպել են ոստիկանության հետ, համագործակցում են, լուծում են հարցեր, մենք դրա համար շատ ուրախ ենք։ Եթե նրանք լուծում են 60 վարորդի, ես կուզենամ, որ 600 կամ չգիտեմ 6000 վարորդի հարց լուծեն, մենք միայն դա ողջունում ենք։ Ասածս հետևյալն է, նրանց արձագանքեցին, գուցե նրա համար, որ նրանք ինչ-որ գրավոր դիմումներով էին ներկայանում, մենք տեղեկացված չենք, թե ոնց է եղել դա կարող եք հարցնել իրեն, թե ոնց է եղել այդ հանդիպումը։ Ես գիտեմ, որ նրանք գրավոր դիմումներով քանի կառույցների դիմում են եւ պատասխանների Մենք շատ ուրախ ենք։ Միայն երթի միջոցով եք ընտրել ուղին ձեր պայքարի, կարծում եք, որ դրանով իրենք պետք է գան ձեր երթի տեղում, չգիտեմ, հանդիպեն, ասեն եկեք որ սեղանի շուրջ նստեն։ Իհարկե, դա անց հարցեր է, որ դա միայն մի քանի մարդու հարց չի, որ մենք մի քանի մարդով այդ հարցը բարձրացնենք եւ փորձենք լուծում ստանալ։ Դա ընդհանուր համատարած հարց է եւ դուք եք լավ տեղեկացված, թե դա ինչ գլոբալ հարց է։ Ես մի քանի հարցեր հստակ պատասխան եք, էլի առաջինը ինչու գրավոր չեք դիմել, այդն է։ Երկրորդը ինչ է նշանակում երթ, այսինքն ինչ եք արել։ Մեր բոլորն ենք արտահայտել։ Երրորդը նախաձեռնության մեջ քանի հոգի է մտնում, դուք քանի հոգու շահ, հա։ Նախաձեռնող խմբի անդամները 20-ն են, մենք ընդհանուր մեր հասարակության վարորդների հարցն ենք բարձրացնում, որոնք անհիմն ուղղանում, մենք դեմ չենք, մենք եկեք ճիշտ հասկանանք իրար, մենք դեմ չենք օրինախախտ վարորդներին պատժելուն, բայց մենք մեր 4 պահանջներով պահանջում ենք նախ համապատասխան լինի այդ ուղղանքները մեր աշխատավարձներին, մեր եկամուտներին, մեզ ուղղանում են այնքան,
ինչքան տուգանում են Եվրոպայում, ովքեր ստանում են 3000-4000 եվրո, բայց մեր տուգանքները այնտեղ համընկնում է իրար։ Ընդ որում դա կատարվում է գերաշոկ մեծամասնություն կատարվում է սխալ երթևեկության կանոնների հարցին թե ինչու գրավորում չեն Ինչու գրավորում չեք ներկայացնենք, դեռ կներկայացնենք մենք դեռ Առաջարկի չի եղել գրավոր ներկայացնելու։ մենք դեռ Մեր գրավոր ներկայացնելու բան չունենք։ Եթե իրանք առաջարկ ունեն։ Ճիշտ ասած, ինչի համար, որովհետև կոնկրետ մենք չգիտենք այս հարցերին, ով է, կառավարությունն է սրան լուծում տալու, ոստիկանությունն է սրան լուծում տալու, ազգային ժողովն է այս հարցերով զբաղվելու։ Դժվարություն չի բոլորին ներշումները։ Չէ, մենք չենք էլ դժվարանում Եթե միայն կատեգորիա կառավարություն ես այնտեղ դիմեք պատասխան չտանեմ, բայց ասած ենք ասեն թե որտեղ։ Դե մյուս հարցն կառավարությանն ենք դիմելու։ Երբ այսինքն ինչ եք անում, դուրս եք գալիս մեքենաներով փողոցնեք փակում, ինչ եք անում։ Մենք փողոցով երթևեկում ենք եւ իրազեկում ենք, որ նման հարցեր կան եւ կարող են միանալ մեզ, ոչ ենք անում միանալ։ Բացի միանալը եւ ինչից անդասում ենք, ինչի համար է вообще այս երթը, ասինքն անտեղակ մարդիկ շատ կա։ Իսկ ո՞նց է տարբերվում երթը մյուս մեքենաների երթից։ Այսինքն մենք ունենք մեր լոգոները, Մեր լոգոները դուրս մեր կոնկրետ դուրս մեր գրպանից, դրոշները եւ այլն։ Մեքենա է ամենաշատը Առաջինի թե երկրորդի։ Դա ասեք։ Առաջինին դե ասում են պատճառներ կար, որ ինչ եղավ, շատերն էին ուզում միանալ, բայց այնտեղ խնդիրներ եղավ, որ հայտարարվել էր, որ ավտոերթը չի կայանալու փաստորեն։ Որոշակի խոչընդոտներ եղավ, առաջինի իսկ երկրորդին հասնում էր 60 մեքենա կային, ու 80 միանն էին։ Ավելի շատ ու ընթացքում էլ միանում էին։ Իսկ այդ երթի ժամանակ ոստիկանությունը դες չհանդիպեց, Ոստիկանությունը ուղեկցում էր։ Եվ առաջինին եւ երկրորդին ոստիկանությունը կանգնացրել է մեզ, այն հայտնի անեկդոտում ոնց է ասում, որ մենք դեպի պայծառափակ է եւ մեր պարապանքային կանգնացրել ենք։ Իմիջայլով դժգոհ չենք, եթե խախտում է եղել, երկուսն էլ արձանագրվել է, ուրեմն առաջինը չեմ անում արձանագրել, երկրորդը տաքսու վարորդը մենք բողոքարկել ենք դա։ Եվ երթի վերջում մենք հայտարարեցինք, որ այդ տաքսու վարորդի երթը բողոքարկենք եւ ի վնաս նրան աշխատի այդ ուղղանկը մենք նախաձեռնող խմբով այդ ուղղանկը Միջալոց խախտում է գայի դրդման, երևույթում գայի դրդման է խախտումը։ Պրինցիպի արվեց, արտը գրվեց, բայց խացանումը ի վնաս մեզ չէ։ Ես ինքնաբերեմ նախորդ երկու երթերը կազմակերպել են ոչ աշխատանքային օրերին, ակալի երթը լինելու է 3 շաբաթ։ Այսինքն դուրս ունենք, որ ավելի շատ մարդ կմիանա աշխատանքային օրին եւ ավելի մեծ աղմուկը բարձրացնի։ Գիտեք միսիան չի կանում նրան, որ ուզում ենք աղմուկ բարձրացնենք, ոչ հերոսակներ են, ոչ էլ ամբողջ ենք, ժողովրդի ստված զանգված ենք, հանրությանից զանգված, ու հնարավորինս աշխատում ենք հենց անենք, որպեսզի բողոքող մնացած ժողովուրդը, ես ավելի քան համոզված եմ, ավելի քան 80% ժողովրդի։ Հնարավորությունների սահմաններում, ֆիզիկական հնարավորությունների սահմաններում հաստատ կմեն այդ երթին, ու այդ որ որոշ լրատվամիջոցներով ընդ նշվում է 50 մեքենա, 60 մեքենա չէ արգելիս, ասեմ ավելի, կար մոտ 1000-ից ավել մեքենա։ Նրանց մեջ էլ մարդիկ, ովքեր որոնք մեքենայով չէին եկել, մարդիկ կային մեքենան կանգնացրել եկել, մի մեքենայի մեջ մի քանի մարդիկ կային։ Ինչ չի նշանակում, որ մի մեքենա է դա մի բողոք է։ Դրա հետ կան նաև այդ մեքենայի կինը, տիրոջ, մեքենայի տիրոջ մայրը, որդին, որոնք բոլորը հանրության մի ամբողջ գերակշիռ մասնակազմում տուժում են այդ ապօրինի տուգանքներից։ Ինչպես իրենք են խոչընդոտում, ուրեմն սահմանադրության Հայաստանի Հանրապետության մայր օրենքի մեջ սահմանադրության մեջ կա կետ, որ ցանկացած քաղաքացի Հայաստանի Հանրապետության իրավունք ունի ազատ տեղաշարժվելու։ Եթե տեղակ չեք ասել իմանալ։ Իսկ պետական դրած օրենքները, գծանշումները, նշանները, լուսակիրները ակնհայտ օրենքով ես կարամ ապացուցեմ, հրավիրեք ցանկացած ոստիկանության աշխատակցի ավտոերթևեկության կանոնը կարգն ու գիրքը ձևը, ես ապացուցեմ, որ իրանց գծանշումները ակնհայտ խոչընդոտում են իմ ազատ տեղաշարժմանը։ Ու ստիպում եմ, որ ես կատարում խախտում ու չգիտեմ որ ընկերությանը, չգիտեմ խի, չգիտեմ ինչքան գումար լուծում։
Նույն ձևով ես կխոչընդոտեմ իրենց աշխատանքին։ Իմ քրեորեն պատժելի չի, ես բողոք եմ արտահայտում։ Ես չեմ գնում ծննդյան տարեդար, որ ժպիտով ծաղկի քունջի ձեռով գնամ։ Բողոքս արտահայտում եմ նման կերպ, ես խոչընդոտում եմ համապատասխան իրանց պատասխանը տալիս եմ։ Այսինքն նույն ձև ես գնում եմ, կանգնում եմ ու իմ բողոքն արտահայտում եմ, թե ոչ ամեն դեպքում մարդասպանության չենք դիմելու, զենք չենք կրելու, հավայանքներ, հերոյանքներ չենք տալու, բողոքն արտահայտել եմ, թե ոնց էլ ապահովում դա կլինի իմպրովիզ, ըստ իրանց վերաբերմունքին ընկեր մենք կվարում։ Երկուց հետո արտագաղթներից ելնելով, Երկուց հետ երկու երբ կատարել ենք ու ամբողջ լրատվական միջոցները տեղյակ են դրա մասին։ Եթե կառավարությունը, ոստիկանությունը նշանակված է նրա համար, որ պաշտպանի քաղաքացու շահերը, թող իրանք արձագանքեն, ասեն խեք աղմկում, եթե անգամ դա աղմուկ կարելի է կոչել, թող ասեն խեք աղմկում, լեկիտ կզեն ինչ է ձեր ուզածը։ Այդքան։ Քաղաքապետարանի ստուգությունները չկա ստացվում դեպի կազմակերպություն։ Մենք չենք անում ապօրինի բան, մենք ուղղակի։ Չէ, նկատում եմ երբ որ դիմում եք ստուգությամբ Ուրեմն կազմը ըստ օրենքի 100 մեքենայից ավել կազմակերպելու դեպքում այդ ժամանակին քաղաքապետարան մենք հավաքվում ենք այնքան, ինչքան որ առայժմ պետք չի դրա համար ուրեմն առաջինը դիմել էինք, բայց ինչ-որ հետ էին վերցրել, լիգաներ դիմել իր անունից, հենց ինքներ վերցրել է կարծեմ։ Դիմումը դուտողության հետ էր վերցրել։ Ես ամսի 10-ի համար չեք դիմել։ Ամսի 10-ի համար չեն դիմել առայժմ։ Ժամ քանիսն անելու եւ ինչ ապրկալիք։ Ժամը կոնկրետ որոշեք, ժամ չեք վերջնական որոշում, որտեղ շահեր կա։ Իսկ տարածքը որտեղ չեք։ Տարածքը Բրազիլիայի հրապարակից սկսել ենք։ Հրաստան մարզադաշտին հարով հրապարակ։ Ամսի 10-ին։ Ժամը հստակեցված։ Ցերեկը կլինի, կեսօրից մի փոքր ուշ։ Այսինքն եթե նախընտրել եք աշխատանքային օր, պետք է նախընտրեք նաև աշխատանքային ժամ։ Բնականաբար ավելի հավանական կլինի ընդմիջման ժամերին, որպեսզի շատ մի շաբաթ կա, մենք դեռևս կհանդիպենք նախաձեռնողով, որոշենք հայտարարությունը կանենք, այո, շատ ճիշտ է։ Մոտավորապես կա, բայց առայժմ վերջնական չի։ Շատ լավ, հարցեր կան, Իսկ արձագանքների ինչ է կազմում, շատ Մի բան ես ձեզ ասեմ, ուրեմն սա կապված է նաև լրատվական միջոցներից, որ ինչպես են մեկնաբանում լուսաբանում։ Ուրեմն մեր գործողությունները ես դժգոհություն հայտնեմ, որ շատ բան է լուսաբանվում, ի տարբերություն ասենք լիգայի։ Դեպքան բավականին երկար ժամանակ է ասեն պայքարել։ Կապ չունի, բայց ամբողջ քաղաքում, ասենք, երթի, ասենք, մեծությունը արժեր չէ լուսաբանության մեծ լուսաբանության, ավելի քան թե եղավ։ Այսինքն համարյա չեղավ լուսաբանություն։ Դրանից էլ է լավված մեջը։ Ուրեմն մեր նաև երկու երթերի եղել են լրագրողներ, բայց սահմանափակ, իմիջայլոց նրանց սայթերով գնում է դա, մենք չենք էլ բողոքում, լավ է լուսաբանվում, վատ է լուսաբանվում, մենք անում ենք մեր գործը, բնականաբար ժուրնալիստները թողանեն իրենց գործը, բայց մեր կան նաև լրագրողներ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում, մեզ հանդիպակաց մեքենաները տեսնեիք այդ օրերին, ինչ, ասենք, արձագանքներով, շչակներով միանում են, բարձրաձայն գոչում են մենք ձեր հետ ենք, չնայած հանդիպակաց նրանք ուրիշ ուղղությամբ են գնում։ Այնպես որ կամաց ամեն ինչ իրացել է տենգի։ Կնդրեմ ասեմ, առաջինը կարմիր գծերի վերացում, երկրորդը եռապատիկ, հնգապատիկ տուգանքների վերացում, ընդհանուր տուգանքների հինգապատիկ նվազեցում և ընդհանուր ամնիստիա։ Այսինքն մենք ուզում ենք այս ինչ կա, ինչ եղել է, զրոյացվի, կանոնակարգվի, փողոցները
երթևեկության նշանները, կաշմերուկների, լուսացույցները, ճանապարհները, գծանշանները, ամեն ինչ իր տեղը լինի եւ դրանից հետո սկսենք սպիտակ էջից։ Մենք դեմ չենք, ժողովուրդ ջան, որ խախտողը կուգանվի, մենք կողմ ենք օրինական երթևեկության, բայց դա լինի միայն օրենքի սահմաններում եւ համապատասխան մեր ժողովրդի աշխատավարձների, թոշակներին համապատասխան, այսինքն այդ ամեն ինչը, որ մենք ավտովարորդներս վճարում ենք մեր գրպանից, թե եռապատված, թե առաջին տուգանքով, դա գնում է մեր երեխաների սնունդից, մեր ընտանիքների Կալանք է դրում ես վարորդներ գիտեմ, որ դա հասել է եռապատիկ, հնգապատիկ, ինչը 1 միլիոնի, 2 միլիոնի, կարծեմ մարդկաներ 5 միլիոնի, մարդիկ պատկերացրեք վարկեր են վերցնում, որպեսզի այդ տուգանքները վճարեն եւ դա չեռապատվի եւ չհնգապատվի։ Այսինքն առանցել են մի նեղ տեղ մենք մի բան էլ վարկ վերցնենք, որպեսզի տուգանք ուզենք, կամ ինչ է նշանակում, եթե դա դառել է 3 միլիոն կամ 5 միլիոն, այսինքն համապատասխան հերթականության դատական ացիաներ եւ այլ եւ մարդկանց տանից պետք է դուրս անեն դրա համար։ Պատկերացրեք աշխարհով մեկ խայտարակ կլինենք, ընտանիքը հանի դուրս ինչա տուգանքները չի մուծել ժամանակին կամ այսքան տուգանք է եկել։ Վերջիներ չեք կարծում եք մենք այն փաստը, եթե որևիցե մեկը տուգանքը տեխնապատվել, երապատվել կամ տասնապատվել է, որտեղ է տրամաբանությունը, եթե նա չի կարողացել նախնական սահմանված ենթադրենք 5000 մուծի, ոչ թե չի մուծել, դրանք տարբեր բաներ են, այլ չի կարողացել մուծել։ Ժողովրդին փաստորեն կարելի է ծնկի բերել, առավել է պարկասների գետին, ասել ասֆալտը բաճի, դու մեր համար ստելուկ ես։ Ավտոմատ գնում է աստեղ արդեն բևեռացում, արուստ աղքատ։ Ոչ թե պետությունը ու նմանատիպ կառույցները ոչ թե աջակցում են քաղաքացու բարօրությանը, այլ հակառակը կացով, հենց այդ բառը նշում են, ոչ թե ոտքով կամ ինչ-որ նա գործիքով, այլ կացով, որովհետև չբացեմ չակերտները ովքեր են կացով։ Մի բան թողեք ավարտեմ, էլի, ստորացնում են ժողով, ստիպում են, դերթում են, որ նա դիմի այլ քայլերի, ընդդուք մինչև գողություն մարդասման, նա արդեն պետք է ստիպված ձեռք բերի ինչ-որ գումար, որտեղից արդեն էական չի, որպեսզի փրկի իր երեխային պետության կողմից չբռնագրավելու իր բռնականը, գոնե կացարանը, որ մենակ դա է մնացել այս պետության մեջ, այդ էլ են ուզում խլել, չեն կարող։ Իսկ ինչի հիմա դուք ստեղծեցիք այս նախաձեռնությունը, չեք մտածել, որ կարելի է ավելի շուտ ձեռնարկել ամեն ինչը եւ Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ես էլ եմ կասում։ Արդեն ոնց որ ժողովուրդն ասում, դանակը ոսկորին է ասում։ Գտնում եք, որ ժամանակը պահը հիմա է հասունացել եւ դրա Այո, որովհետև մարդիկ արդեն լավ ինչքան կարող են վարկ վերցնել եւ փակել իրենց տուգանքները, որպեսզի դա չեռապատվի, հնգապատվի, նույնիսկ եթե երապատվածում հնգապատված է, արդեն մարդը ուզում է որպեսզի հաջորդը իրատունը իր ձեռից չառնի։ Վերջինը ճոխի պետք է վճարի այդ գումարը, ինչի համար։ Ինչի համար Մի բան ասեմ, ես որպես ավտովարորդ, եւ ես խախտում եմ անում, ասենք թե եղել են դեպքեր արագաչափից բարձր արագության, ես ընդունում եմ այդ տուգանքը երբ գալիս է, այսինքն ինչ անի, ես ընդունում եմ, եթե արագ չգնայի, չէր արձանագրի եւ ես չէի տուգանվի, ես նման տուգանքները մուծում եմ առանց մի բանի, որովհետեւ զգում եմ, այո, եթե խախտել եմ, թող տուգանվեն, բայց դա չի համապատասխանում մեր այսօրվա կեցությանը, սոցիալական վիճակին չի Վերջիններով հետապտեսության կողմից է, թե որ Թող նվազեցնեն, էլի եթե սխալ են անում, թող տուգանվեն։ Հասկանալի է, դու տեսախցիկներին դեմ չեք, տուգանքներին դեմ Չէ, չեք։ Օրինականության մեջ ևս մի նյուանս կա։ Տուգանքների չափը չի համապատասխանում այն Բնական, մեր սոցիալական, մեր ժողովրդի սոցիալական Մենք վիճակին բացեց կարանք փաստերով ապացուցենք, որ կան լիքը տեղադրված ծուղակներ, նշաններ, արագաչափը դերած է ու բնականաբար քաղաքի մեջ միջին արագությունը կազմում է 60, ծուղակի կարգի դերած է 40 արագություն, որ ֆիզիկապես վարորդն ի վիճակի չի նկատելու այդ նշանը, որ 40 արագություն ու դա ծուղակ է, գնում է ֆիքսվում է։ Վարորդներ կան, որ բերում են ծրարները բավականին մեծ քանակությամբ, մեծ մոդել ա եղել եւ պատրաստել, ասենք այս ակտիվների հաշվերը։ Մարդ կա, ասենք այդ ավտոբուսի ժամանակ դեպի ներկայացած վարորդներից մենք ինչ-որ մեկն ասում է, բայց ես դրանից չունեմ։ Ինչից։ Տուգանքներից։ Հա։ Հիմա այսպեսի հա, ասենք
Այսինքն վարորդ կա։ Չեք դուք գամ։ Շատ ուրախ ենք այդ վարորդների համար։ 1000-ից մեկ կարող է։ Այսինքն Ձեր շրջապատում դրանք Չկա դες, հա, վարորդները ես ավելի չգիտեմ։ շատ են, քան ոչ Ոչ թե շատ է 99%։ Եթե մի տոկոսին ես էլ մի մարդ գիտեմ, մի մարդ Ռուսաստանում արտակով որ դուգան չունեք, քշեց ընդամենը մի ամիս մեքենա, չկարողացավ ստեղ քշել։ Ու դուգան չունեք։ Որոնք մենք ասեմ Ռուսաստանի դաշնությունից են զանգեր ստացել, որ կան մարդիկ, որոնք դուգանքներ այստեղ եղել է, բայց թող էլ գնացել են, որոնք իրենք ասում են, որ մենք էլ կմիանանք այդ նախաձեռնող խմբի շարժմանը, որտեղ իրոք դուգանքներ ունեն, որ թողել են հարաբերությունը։ շատ մարդիկ լքում են այս երկիրը չկարանալով տուգանքը մուծել, հաղթում են ուղղակի։ Դե դրանից հետո դատականացիաները գնում են բոլոր արժուները, այսինքն ավտոտեսության կողմից, չգիտեմ ում կողմից, բայց մարդիկ ուղղակի ի վիճակի չեն հասկանում, դա բացարձակ չի համապատասխանում։ Դե փաստորեն եթե հարցեր չկան։ Ես մի ավելացնելու բան ունեմ, ուզում եի ասել, որ մենք պայքարը ավելի գլոբալ է, էլի։ Ես չեմ ուզում գնանք բանակցելու, ուղղակի մեզ ստից վիճումներ անենք։ 5 րոպեի տեղը 10 րոպե թողեն ստայանգային կանգնենք, ինչպես ասենք, բանին են ասել այդ Արսենին նախաձեռնում։ Ուզում եմ մենք օրենսդրական փոփոխությունների արժանանանք, ոչ թե անհատական, sense, օրինակ կոմպրոմիսի չգնանք, մենք ավտոերթ անեն, բայց որպեսզի դա չկայանա, ասել են լավ, ձեր վրայից դուգանքների կանենք, այդ ի՞նչ է նշանակում, այսինքն ամեն մեկս մեր հարցը լուծենք քաշվենք, միգուցե վաղը մյուս օրը մեզ են այդպիսի առաջարկ լինի, բայց մեր պայքարը գլոբալ է, մեր սահմանադրական փոփոխությունն է, այս օրենքների փոփոխությունը։ Իհարկե, թե չէ մեզ էլ կարող կանչեն ասեն, ինչ եք խառնում իրար, եկեք ձեր դուգանքները ջրենք գնացեք, այդքանով հարցերը լուծենք, մեր նպատակը այդ է։ Մի ավելացում էլ անեմ, ովքեր մեզ կդիմեն կամ մենք ում կդիմենք, հանկարծ չխաբնում են փաստի վրա, որ մենք գնանք զուտ միայն դեր որոշ սլուխներ կան, ասենց խոսակցություններ կան, իբր կգնանք կոմպրոմիսի միայն տաքսիստների հանդեպ, չեխի, մնացած բոլորը քաղաքացիներ չեն, ավտոբուսի վարորդը, տաքսու վարորդը, տրոլեյբուսի վարորդը, գազերի վարորդը, նույն մեր քաղաքացիները ինչ տարբերություն տաքսու վարորդը, թե օրենքը պետք է գործի բոլորի համար, առավել ևս տաքսիստների համար, որտեղ ամենատուժված, ամենաշատ քշվող է, բոլորի ուժը պատում է տաքսիստների վրա, այդքան եթե կարող են ապաները կրկնապատկեն ինչա տաքսի է, ռիսկն ավելի շատ է, ինչ են տաքսու համար, մինչև էս որոշ կոմպրոմիսների գնում, զիջումների, իրանց մեքենաները, ջպերը, պետական կառավարության, նույնիսկ բանի փողոցը, Մելիք Ադամյան փողոցը, կառավարության նարող փողոցը, երկու շարքով կանգնած են, այդտեղ ուզնակն են դրած է, որ կայաններն ու կանգարն արգելված է, ստիպում են վարորդին գնա հանդիպակաց, այսինքն մեջտեղի հոց գծի վրայով։ Կառավարության աշխատակիցները ստիպում են տաքսու վարորդին գնա ու ֆիքսվի, ինչի համար, այդտեղ կայանել չի կարելի, հանեք ձեր ավտոները, մեզանից լավ ոչ մեկ չի, ոչ նախարարը, ոչ մեկը, գյուղացին նախարարը գյուղացի է, նույն ինքը ես անձամբ դիմում եմ Հովիկ Աբրահամյանին, գյուղացու ծոցից ծնված ժողովրդի զավակա, ու ինքը ավելի լավ կհասկանա, կամ որոշ չակետավոր ինտիլիգենտներն ու արիստոկրատիան, թող լսեն ու պատասխանեն, թողեք ավարտեն, նույնք մեր ժողովրդի ծոցից հելացնեն, թե կառավարության անդամները, թե ավագարարները, թե տաքսու վարորդները, թե հանքափորները, մենք բոլորս հավասար ենք, թող չստիպեն մեզ, պայքարելու ենք մինչև վերջ։ Լավ, եթե ամփոփենք ձեր հանդիպումը, դուք պայքարում եք, պայքարի առաջիկա մոտակա ժամանակաշրջանում ձևը միայն առայժմ երթն է, եթե մինչև այդ հանդիպումներ չլինեն, Ուծե դուք մեր եթերից որ կոնտակտ հեռախոսահամարներ կփոխանցենք։ Մենք անպայման կդիմենք ձեզ։ Զարգային ասենք, որ ասենք տեսակցությունը նայողների եթե ձեզ դիմել, որ հեռախոսահամարը կապեն ձեզ հետ։ Մենք կտեղեկացնենք կայքերով, լրագրողների միջոցով կտեղեկացնենք։ Կարծեմ դուրս մեր գրպանից չէ, Facebook-ում մեր համարը կա չէ, մենք համար ունենք այնտեղ կարծեմ, համար չունենք։ Facebook-յան page-ն է։ Facebook-յան page-ն է, ուրեմն այնտեղ համար Կամ կտեղադրենք, կամ թողենք։ Եվ ասենք մեր էջով էլ կարող են տեղեկացնել իրաց կոորդինատները տան, մենք իրաց հետ կապում ենք։ Արդեն մեքենաների դիմապարտիներն է Հետևի այո, դուրս մեր գրպանից, որ տեսնենք քաղաքում ահագին մեքենաներ կան, որ Լավ, այսպիսի մի հարց է, ասենք այս նախաձեռնող խումբը
ինչ որ աշխատանքներ կատարվում են միայն մայրաքաղաքում, հնարավոր է հետագայում նաև մարզերի վարակում։ Առայժմ այո, միայն մայրաքաղաքում են այդ նախաձեռնությունները լինում, բայց չի բացառվում, որ մենք կարող ենք նաև մարզեր դուրս գանք եւ մեր ավտոերթերը անցկացնենք մարզերով։ Ամբողջ հանրապետությամբ իհարկե բարձրացնենք մեր ձայնը, որպեսզի դրանք համապատասխան լուծումներ ստանան։ Եվ մեզ համապատասխան առաջարկություն կլինի մեր նախաձեռնող խմբին, այն ժամանակ, եթե կոնկրետ հարցերին լուծում տալու եւ ոչ թե փափուկ բարձ դնելու կամ ժամանակը ուղղակի անցկացնելու շոշափելու որ մենք դրանք զգանք եւ նորից եմ շեշտում մեր պայքարը լինելու է ուրեմն հետեւողական եւ աննահանջ մինչեւ մենք չհասնենք մեր 4 կետի ընդհանուր մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք, քանի որ դա մեր պետական սահմանադրորեն դա մեզ ընձեռնված է, մեր իրավունքն է պահանջել ապրելու իրավունք դրանով ապրելու մեր երկրում ոչ թե հավատացեք վիճակը օրհասական է հավատացեք եթե մեր ընտանիքում չկա ավտովարորդ հարևանի կամ մոտիկ բարեկամ ցանկացած ընտանիքում հարցրեք ձեր հարազատին ինչ է կատարվում եւ նրանք ձեզ ամեն ինչ կասեն այնպես որ ստեղ ամեն ինչ ակնհայտ է ուղղակի մենք պահանջում ենք որպեսզի այս հարցերը շուտապույտ լուծվի օր առաջ Դե հասկանալ է ձեզ ցանկալի չէ եւ դեր կազմակերպել աշխատանք Իհարկե աշխատանքից ենք կտրվում հաճելի չի մենք մեր բանը գործը թողած այլ տարբերակ առայժմ այո կառավարության եւ պատգամ Կարծում եմ երկից առաջ մեկ անգամ ևս հնարավոր է հանդիպել արդյունքներ լինելու շապերի։ Տարածված։